Բարև Թուրքիայի հրատարակիչների ասոցիացիան Հրանտ հիմնադրամի աջակցությամբ Ստամբուլում կազմակերպել էր Հայաստանի և Թուրքիայի հրատարակիչների հանդիպում, որին մասնակցել է նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Բարև Արքմենիկ։ Ողջույն։ Արքմենիկ կներկայացնեք թե այլ ինչ գիտական հրատարակչատներկային, որ մասնակցել են Ստամբուլի հանդիպմանը։ Իհարկե մենակ չէինք բնականաբար, Հայաստանից մասնակցել են նաև Զանգակ հրատարակչությունը, Արթուր Մեսրոպյանն էր, Edit Print հրատարակչությունը Շավարժ Կարապետյանը, Արեգ հրատարակչությունը Սամվել Գասպարյանը, նաև Արմեն Մարտիրոսյանը, Անտարես Մեդիալնիկի տնօրեն, Անտարես հրատարակչության հրատարակչական գործի պատասխանատու Հռիփսիմե Մադոյանը եւ ես։ Թուրքիայում բնականաբար հրատարակիչները ավելի շատ էին հանդիպում անցել է այսպես լայնամասշտաբ ֆորմատով, առաջին օրը եղել է կոնֆերանս, այսպես ասած մինի կոնֆերանս, որտեղ ներկայացվել են միտումները հիմնական հրատարակչական, ինչքան գիրք է տպագրվում Թուրքիայում, ինչքան է վաճառվում, ինչպես են վաճառվում, ինչ ուղղություններ կան, ինչպես է ընդհանրապես հրատարակչական գործի դրվածքը Թուրքիայում։ Սևան Տերմենջյանը, որ հիմա աշխատում է Արաս հրատարակչությունում, ներկայացրեց հայերեն գրքի վիճակը Թուրքիայում, նաև հայերեն թարգմանությունների խնդիրը։ Մենք էլ մեր արդեն հանդես եկանք մեր հայաստանյան իրավիճակը ներկայացնելով խնդիրներ, էլի խնդիրներ, նաև թարգմանական գրքերի վիճակ։ Ես անձամբ հանդես եկա մի փոքր այսպես պատմական ակնարկով ընդհանրապես անկախության շրջանի հայ հատկապես թարգմանական գրականության վիճակագրությունը եւ հատկապես շեշտադրեցի այն պարագաները, որոնք իրենց հետաքրքիր կլինեն, մասնավորապես թուրքերենից թարգմանությունների վիճակը, որը մինչև 2013 թվականը կազմել է ընդհանուր հայկական շուկայի անկախության շրջանում թարգմանությունների 0.36%-ը, այժմ շնորհիվ տարբեր համագործակցությունների Հայաստանի եւ Թուրքիայի հրատարակիչների միջև, հատկապես Անտարես հրատարակչության 8 գիրք է արդեն թարգմանվել, այդ տոկոսը աստիճանական ավելացման միտում է ցույց տալիս, մանավանդ որ գիտենք խորհրդային ամբողջ շրջանում մենք ընդամենը 3 թարգմանություն ենք ունեցել թուրք հեղինակների, որոնք կատարվել են ռուսերենից։ Գրքերը կասեք որն են խորհրդային շրջանի, այդպես վերնագրերը չեմ հիշի, մենակ հիշում եմ, որ մեկը Նազմ Հիկմեթի բանաստեղծությունների ժողովածուն էր, այդքան հայտնի բոլորը բայց թարգմանված ռուսերենից։ Բնականաբար ռուսերենից, հիմա անկախության շրջանի մեր հրատարակչական դաշտի առավելություններից մեկը, որը նաև այնտեղ շեշտվեց, թուրքերենից թարգմանիչների պատրաստումն է եւ դրանց, այսպես ասեմ, օգտագործումը, նաև հատկապես գեղարվեստական թարգմանության առումով, որովհետեւ նախկինում եթե 90-ականների վերջին 2000-ական սկզբներին ավելի շատ թուրքերենից թարգմանությունների ժամանակ շեշտադրվում էր Եղեռնին, տարբեր այդպես փաստաթղթային իրողությունների թարգմանությանն ու հրատարակմանը, ասենք ոնց որ մեծ մայրը Ֆաթիե Չետի այդ գրքի թարգմանություններ կամ Թորները հայտնի գիրք կա դրա թարգմանությունը, ապա տարեստարի ավելի շատ համագործակցությունը թուրք հրատարակիչների հետ գնում է դեպի գեղարվեստական գրականության ներկայացումը։ Ուզում եմ հարց տալ, դուք օրինակ գոհ եք թուրքերեն թարգմանիչների թուրքերեն թարգմանություններից որակից որպես գեղարվեստ եւ զգացվում է պատրաստման անհրաժեշտություն։ Այդ ուղղությամբ շատ ենք աշխատել, գիտեք, Անտարեսը սպայն ունի 8 գիրք հրատարակված թուրքերենից, որոնք բոլորն էլ արել են մեկ թարգմանիչ, Արփի Աթաբեկյանը։ Մենք երբ որ հայտնաբերեցինք, այսպես ասեմ, Արփին, կարծեմ 21 տարեկան էր, հիմա արդեն բավական մեծ աղջիկ է, 5-6 տարի անցել։ Գիտեք, սկզբում չպետք է չափանիշները շատ բարձր դնես, որովհետև այդպես որ լինի ոչ մի թարգմանիչ սկզբում չի դիմանա այդ քննությանը, այդպես կգնա ուրիշ գործով կզբաղվի, կդառնա սինխրոն թարգմանիչ, չգիտեմ, ինչ որ միտեղ որպես թարգմանիչ կմտնի կաշխատի, իր հացի խնդիրը կլուծի։ Գեղարվեստական թարգմանությունը մի փոքր շատ ավելի բարդ ոլորտ է եւ ժամանակատար եւ պահանջում է նաեւ հրատարակչից կամ պատվիրատուից համբերատարություն։ Ահա մենք Արփի վրա, ինչպես ասում են, ստապկա արեցինք, հաշվի առնելով նրա ներուժը, եւ այսօր կարող ենք ասել, որ իսկապես ունենք շատ լավ թարգմանիչ թուրքերենից։ Գիտեք, երբ որ մրցույթ կազմակերպեցինք մի քանի տարի առաջ կամուրջ թարգմանական մրցույթը, որի նպատակն էր հայտնաբերել նոր թարգմանիչների, մենք 18 հայց ստացանք նաեւ թուրքերենից թարգմանիչների մասով եւ հավանեցինք ընդամենը 2-ին։
որի հետ հիմա որոնցից մեկի հետ հաղթողի Դիլիթ Գասպարյանի, որը մեր թարգմանիչների դեպ Թուրքիայում պատրաստում ենք այդպես համագործակցել։ Այսպես ասեմ, եթե խնդրի բնույթը ցույց տամ, այսօր Հայաստանում շատ կան թուրքերեն իմացողներ։ Ցավալին գիտեք որն է, որ նրանց մոտ հայերենի իմացությունն է գնալով կաղում, այսինքն հասկանում են լեզուն, պատրաստ են վերարտադրել եւ շատ հարազատ, բայց դա գեղարվեստական թարգմանությունը մի փոքր այլ բան է, որ վարպետություն է պահանջում եւ նաեւ գուցե վարպետության դասեր։ Արքմենիկ, ուզում եմ հարցնել Անտարեսի հրատարակած թուրքերեն գրքերը Հայաստանում վաճառվում են, նրանց վաճառքի ծավալները մեծ է եւ որն է հիմնական հետաքրքրության պատճառը, այսինքն զուտ գեղարվեստը թե հեղինակի թուրք լինելը։ Գիտեք, սկզբում իհարկե թուրք լինելը, բայց ես միշտ նախանձել եմ թուրքերեն հետ առումով, միշտ արտահայտվել եմ, հիմա երևի քեզ էլ ասեմ գոր։ Ես կարծում եմ, որ Փամուկի Նոբելյան մրցանակ ստանալը դա լոկ գրողական մեծության արժանիք չէր։ Ես կարծում եմ, որ թուրքական պետությունը իր բոլոր լծակներով աշխատել է, որպեսզի այդ մրցանակը լինի։ Անկախ դրանից, որ Փամուկի հանդեպ տարբեր վերաբերմունք կա Թուրքիայում, ինչ որ կառավարական մակարդակներով անգամ, որովհետև Փամուկը ոչ միայն ինքը դարձավ աշխարհի ամենապահանջված գրողներից մեկը, այլ իր հետևից այսպես քաշտվեց թուրքական գրականությունը։ Եվ Փամուկի Նոբելյան մրցանակ ստանալուց հետո թուրք գրականության հանդեպ հետաքրքրությունը աշխարհում մեծացել է։ Դա սա անխոս, որպես կոմերցիոն քայլ եմ ես ընկալում դա։ Հիմա Հայաստանում բնականաբար առաջինը ներկայացվեց Փամուկը, ապա Էլիֆ Շաֆակը, այսինքն գրողներ, որոնցով մենք կարող ենք ազդել մեր հանրության, այսպես նյարդերի վրա, ինչու։ Բավական էր ասել, որ Օրհան Փամուկը այդ մեծ գրողը, որը Նոբելյան մրցանակ է ստացել, մի անգամ կառավարությանը ասել է, որ գիտեք ինչ այն հողերը, որի վրա մենք ապրում ենք, հայերինն է, դա բավական է մեզ հայերիս համար, որպեսզի հետաքրքրություն լինի, կամ այն փաստը, որ Ստամբուլի բիճը վեպում Էլիֆ Շաֆակը արտարծել է հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր, էլի մեզ համար բավական է, որ գնանք այդ գրքերի ընթերցողը դառնանք, բայց ես սովորաբար միշտ զգուշանում եմ այդ տեսակ խոսքերից, որովհետև ինձ համար կոնկրետ եւ Օրհան Փամուկը եւ Էլիֆ Շաֆակը ուղղմտուծող թուրք գրողներ են։ Թուրք գրողներ, որոնց համար ամենից թանկը ոչ թե չգիտեմ մարդկային, հումանիստական, չգիտեմ ինչ արժեքներն, այլ նախ եւ առաջ իրենց ժողովուրդը, իրենց պետությունը։ Եվ անգամ նմանատիպ արձարծումներում նրանք միշտ Թուրքի եւ թուրք պետության կողմն են եւ լուծում են թուրք պետությանը հուզող հարցեր։ Մենք պարզապես խաբվում ենք, իրենք լավ դիվանագետ են։ Այնուամենայնիվ, եթե գամ գեղարվեստական կողմին, չպետք է ունենանք, որ հատկապես Փամուկը աշխարհի լավագույն գրողներից է մեկը, կոնկրետին ամենասիրած գրողներից մեկը է այս պահին, եւ Էլիֆ Շաֆակն էլ տաղանդավոր գրող է եւ նրանց վեպերն էլ լավն են եւ պատահական չէ, որ հայ ընթերցողը շատ սիրեց եւ Օրինակ հայ գրողների գործերի համեմատությամբ դրանց գործերն ավելի շատ են գնում գրախանութներից։ Վաճառքի տեսանկյունից Էլիֆ Շաֆակի գիրքը վաճառվել է 1.5 անգամ ավելի, քան ասենք մեր լավագույն ցուցանիշը հայ գրողի։ Եթե չհաշվենք Լևոն Խեչյանի Մհրի դռան գիրքը, որը ընդհանրապես ամենամեծ վաճառքները արձանագրեց, եւ միշտ կա կայուն պահանջարկ։ Հիմա մենք պատրաստում ենք Շաֆակից նոր վեպել հրատարակել եւ կարծում ենք, որ այդ հետաքրքրությունը կլինի։ Սրանք հայտնի անուններ են, բայց մենք թարգմանեցինք նաև թուրք ժամանակակից գրականություն, Ահմեդ Ումիդ, շատ դակիր վեպեր, Թուրքիայում դասական համարվող Թամփնարի վեպը խաղաղություն վերնագրով, որոնց շուրջ չեմ ասի, որ այդքան հետաքրքրությունը կար, գոնե վաճառքի տեսանկյունից, թեպետ իրենք որպես վեպեր, օրինակ Շաֆակի վեպին այդքան չէին էլ զիջում, եւ էլի տարբեր հեղինակների այստեղ մի ուրիշ բան կա, որի շուրջ արժի խոսել, ես միշտ այդ օրինակը բերում եմ, մենք սովոր ենք թուրքերին ընկալել որպես հետամնաց, մշակութային առումով ցածր, իբր գրականություն չունեցող մի ժողովուրդ եւ դրա համար նաեւ փաստեր ունենք։ Երբ որ հիշում ենք դարասկզբի մեր արևմտահայ գրականության եւ մշակութային կյանքի ծաղկուն վերելքը նույն Պոլսում, դրան զուգահեռ քանի թուրք գրողի կհիշես։ Մի երկուսի հիշում է Ռուբեն Զարդարյանը, ոնց են ասում, լայեղ է արել եւ տեղադրել է իր մեղրագետ դասագրքում թարգմանել է։ Բայց հիմա կա այսպիսի մի փաստ, դու մտնում ես գրախանութ եւ ձեռք ես բերում Փամուկի եւ Շաֆակի գրքերը առնվազն։ Եվ սա նշանակում է, որ դու նաեւ այդ կերպ, երբ որ խոստովանում ես, որ դա լավ գրականություն է, ակամա խոստովանում ես նաեւ մշակութային սանդղակի վրա Թուրքիայի եւ թուրք ժողովրդի ինչ որ մի
բարձրացում։ Եվ երբ որ մենք Հայաստանում այդքան չեն կարևորում որոշ շրջանակներ ու իշխանական շրջանակներ, հատկապես գրականության ու մշակույթի գործառույթը աշխարհում, դա լոկ թարգմանվել ներկայացվել չէ, կամ լավություն անել չէ քո գրողին, որ տանում ես այստեղ այնտեղ կամ անում ես ապահովում իր համար։ Սա աշխարհում համատեքստի մեջ քո հեղինակության բարձրացումն է։ Ես համոզված եմ, որ որևէ հայ գրող եթե թարգմանվի մի լավ լեզվով եւ ունենա հաջողություն, հավատացեք իր հետևից էշելոնի պես, այսպես շորքեկարշի պես քաշ կտա մյուսներին, եթե կարելի է այդպես ասել, եւ մենք պատով դուրս կգանք։ Ակմունի գանք այդ հարցին, գիտեմ որ Թուրքիայում բարձրացել է հրատարակիչների հետ հանդիպան այս խնդիրը, ինչու որևէ հայ հեղինակի գործ թուրքերեն չի թարգմանում, որն է խնդիրը։ Տեսեք, սա մի քիչ կատեգորիկ արտահայտություն իհարկե երբևիցե չեն թարգմանել, որովհետեւ այս տարիների ընթացքում Զաբել Եսայանի, Երվան Դոտյանի, Զոհրաբի Ես նկատում ժամանակակից օրինակ հայ գրողներից էլ մի 2 տարի առաջ լոկալ այսպես համագործակցության արդյունքում Հովհաննես Թեգեզյանի Փախչող քաղաքը վեպը լույս տեսավ թուրքերեն։ Բայց սրանք մասնավոր դրսևորումներ են, պետք է լայն համագործակցության ծրագրեր։ Իհարկե հիմա առաս հրատարակչությունը, որտեղ նաև Սևանն է աշխատում գրականագետ Տերմենկյան թարգմանիչ, հնարավորինս փորձում են անել գործեր, որպեսզի հայ հեղինակները թարգմանվեն թուրքերեն։ Բայց այստեղ իրենք Ստամբուլահայերը բարձրացնում են մի խնդիր, որ իմ կարծիքով այդքան էլ ակտուալ չի, արևմտահայերենի եւ արևելահայերենի խնդիրը, իբր Թուրքիայում կան արևմտահայերենից թարգմանիչներ, արևելահայերենից չկան եւ այլն եւ այլն։ Պատրաստելու հարցը։ Տեսեք, ես այնտեղ էսպիսի ընդհանրապես մեր բոլոր հանդիպումների, խոսակցությունների առանցք եղել է թարգմանության հարցը, որտեղ մենք հանդիպեցինք 4-5 տարբեր հրատարակիչների, բոլորը պատրաստական, մենք հետաքրքրված ենք հայ գրականությամբ, չգիտեմ, գեղարվեստական գրականությամբ, որտեղ դանկալում ենք որպես կամուր, դեսդեն եւ այլն եւ այլն։ Բայց կա մի շատ կարևոր խնդիր, չկա թարգմանիչ։ Երբ որ ես բերեցի իրենց այդ օրինակը, բոլորս ենք բերում, որ Հայաստանում կա թուրքագիտության ֆակուլտետ, որտեղ սովորում են այդ լեզուն, բարձր մակարդակով, չգիտեմ, եւ մենք կարողանում ենք գոնե 2-3 լավ թարգմանիչ ունենալ, չէ՞, եթե մենք ունենայինք թուրքական հրատարակիչների մասշտաբները, այդքան վաճառքներ, մենք հավատացեք ու այդքան եկամուտներ ունենայինք։ Մենք հավատացեք շատ ավելի շատ թարգմանիչներ կպատրաստենք, ինչն էր խանգարում այդ 80 միլիոնանոց երկրում պատրաստել գոնե 2 թարգմանիչ, չէ՞։ Սկզբի համար գոնե։ Մանավանդ որ մենք էլ այնտեղ պատրաստակամություն հայտնեցինք, որ եթե կան ցանկություն կունենան մարդիկ, որոնք կուզենան սովորել հայերեն, որպես հետագայում զբաղվեն գեղարվեստական թարգմանությամբ, մենք պատրաստ ենք ապահովել Հայաստանում ունած կրթության բոլոր այդ ծախսերը, կեցության եւ այլն։ Միգուցե հետաքրքրությունը այն մակարդակի չէ, երբ որ Բաղդադենք Հայաստանի եւ Թուրքիայի վիճակը, օրինակ մեր հետաքրքրությունը թուրք գրողի նրա գործի նկատմամբ շատ ավելի մեծ է, քան օրինակ թուրքական հասարակությունը պահանջ ունի հայ գրողի որևէ գործի։ Գիտեք, ես չեմ կարծում թե հայ հասարակությունն էլ այսպես նստած սովածի պես սպասում է ինչ որ թուրք գրողների, չէ, բայց դրանք հրատարակչական եւ մշակութային քայլեր են, որպեսզի լինի եւս մեկ ժողովրդի գրականության այդ հաղորդակցում, գոնե մեր քաղաքականությունն այդպես է։ Հայ թարգմանական լեզվի դաշտը եւս մեկ լեզվով հարստացնելու քաղաքականություն եւ ինչու՞ չէ մշակութային կապեր, համագործակցություններ, փոխներ, թափանցումներ ստեղծելու հնարավորություն է։ Անկախ ամենատարբեր այդպես հարցերից իրենք չունեն դրա կարիքը։ Ինչու ասենք կարող են նստել էլի որևէ հայերենը համարվում է փոքր լեզու, չէ՞, բայց իրենք կարող են օրինակ եւս մեկ փոքր լեզվի համար սերբերենը, չգիտեմ, նստել թարգմանիչ պատրաստել, որը շատ ավելի բարդ է իդեպ, քան նստել հայերենի պատրաստել։ Ես չեմ կարծում հետաքրքրության հարց է, ինչպես միշտ երևի կա այդ թուրք նենք դիվանագիտության գործոնը, որտեվ երբ որ ես առաջին անգամ եմ լինում իհարկե Թուրքիայում, բայց արտաքուստ ամեն ինչ գեղեցիկ, ներդաշնակ, քաղաքավարի, քաղաքակիրթ, թվում է թե ոչ մի բան չի եղել, բայց այնուամենայնիվ ներքին տարածության մեջ ինչ որ մի բան կա, որ ինչ որ բաներից հետ է պահում։ Ախմենեք, իսկ թուրք հրատարակիչների հանդիպման ժամանակ որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել եք։ Պայմանավորվածությունը, քանի դեռ չկան թարգմանիչներ, որոնք փոխադարձ գրականության թարգմանության այսպես կապահովեն, կոնկրետ համագործակցությունների մասին սուտ կլինի խոսել։ Կոնկրետ համագործակցություն է ձեռք բերվել, համագործակցել, փոխադարձ այցելություններ բանել, բայց նաև մենք եղան գրախանութներում, գրախանութներից հատկապես նոստալժի գրախանութ կար, իրենք պատրաստակամ էին վաճառել հայերեն գրքեր։
ասենք հայաստանյան հրատարակիչների գրքերը վաճառ են։ Այդ առումով ձեռք է բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Եղել են այլ տեսակի համագործակցության պայմանավորվածություններ, օրինակ իրենք հրատարակիչներից մեկը ուզում էր ստեղծել Անիի խոհանոց, այսպես խոհարարական գիրք, եւ այդ հատույթում եղավ նաեւ համագործակցության այդպես պայմանավորվածություն կամ ալբոմներ սարքել, ուղեցույցների գրքեր սարքել թուրք զբոսաշրջիկների համար եւ հայ զբոսաշրջիկների համար, նաեւ այդ տեսակ գրքերի ընդհանրապես համագործակցության հեռանկարը շատ ավելի ռեալ է, օրինակ թուրքերեն հայերեն, հայերեն թուրքերեն ավելի մեծ մառանանի ստեղծում։ Սրանք ավելի հստակ եւ իրականանալի երևույթներ են։ Ույս կողմից կարծում եմ, որ ինչքան իրենք հիմա չուզենան թարգմանիչներ պատրաստել, մենք պետք է մեր աշխատանքով իրենց ստիպենք, ունենանք մի Նոբելյան մրցանակակիր, տեսնենք ոչ չեն պատրաստում թարգմանիչ։ Արքմենիկ, ընդհանուր տպավորությունն ինչպիսին է, կարդացել է թուրք հասարակությունը։ Գիտեք, ես մի փոքր, այսպես փակ շրջանակով եմ շփվել, իհարկե Հրանտինք հիմնադրամը, որը իդեպ աջակցել էր այս ամեն ինչին, այնպես էր արել, որ չունենանք խնդիրներ, զբոսնել, շփվել եւ այդ շրջանակում ամեն ինչ եղել է հրաշալի, ոչ մի, չգիտեմ, ոչ այնպիսի բան չեմ հանդիպել։ Դրա համար մի քիչ դժվար է այդպես դատել, որովհետեւ այնուամենայնիվ հանդիպումն էլ շատ բարյաց կամ մթնոլորտում է անցել օրինակ հրատարակիչների հետ։ Այն տպավորությունը կարող է ստանալ, ասենք եթե մի քիչ ուղեղը տանջատացիներ, որ այս մարդիկ երբևիցե իրար հետ հարցել չեն ունեցել։ Արքմենիկ նշեցի, որ առաջին անգամ էր Թուրքիա հայցելությունը, որոշակի կարող է տպավորություններ հետ մեզ ներկայացնել։ Տպավորությունները շատ, չգիտեմ, սովորաբար խոսում են Ստամբուլի գեղեցկությունից, խաղաղությունից, չգիտեմ, ինձ համար շատ հուզիչ էր լինել Ստամբուլում, որովհետև շատ լավ գիտեմ մեր մտավորականության կյանք, շատ լավ գիտեմ արևմտահայ գրականություն եւ այնտեղ էլ ասացի, մեր արևմտահայ 10-րդ, 20-րդ դարասկզբի գրականության մեջ ավելի շատ պոլիս կա, քան աշխարհի ուզածդ գրականության մեջ։ Տիգրան Կամսարականի, Զոհրաբի, Բաշալյանի, մյուսների վեպերը, երբ որ փորձենք այդպես քարտեզագրել, կստանանք երևի թե 10-րդ դարի պոլիսը իր ողջ մանրամասներով։ Հիմա բան կար, քայլել այդ փողոցներով, որտեղ վարուժանը, չգիտեմ, գուցե այն որ հայրս իր մեջ, ասել պաթետիկ բաներ եմ ասում, բայց ինձ համար դա կարևոր էր եւ հուզիչ էր նայել, ասենք այդ Բոսֆորի ափերին, որտեղ մեր տղեկը, սքանչելի տղեկը եղել են։ Այդ զգացողություններն էին ավելի շատ թևածում մեջ, բայց ապահովության բան չկար Ստամբուլում, այդպես ներքին, թեպետ համարում են եվրոպական, չգիտեմ, Թուրքիան էլ հավակնություններ ունի այդ Եվրոմիության մեջ մտնելու։ Այդ ներքին ապահովության բան չկար։ Ամեն դեպքում մի հետաքրքիր փաստ կար, ես որ Հայաստանից դուրս եմ գալիս, իմ ոտքերից մեկը ուռում է, եւ երբ որ վերադառնում ենք Հայաստան, անմիջապես այդ հայրենի հողի վրա այդ ոտը ուռուսկը անցնում է, ես գնալուց ասում եմ, եթե գնացինք Թուրքիա, ոտս չուռեց, ուրեմն այդ մեր հողերն են։ Ուռել են։ Ուրեմն տեսեք, հետաքրքիր բաներ ավ։ Գնացինք առաջին օրը չէ, երկրորդ օրը ոտքս ուռեց, ասացի չէ, հանձնվում եմ, բայց երբ որ գնացինք Հրանտինքի հիմնադրամի այդ հայկական թաղամասերը, որտեղ շատ հայ բնակչություն կա, այդ Ռուբեն Սևակի, Վարուժանի ապրած փողոցով անցանք, չեք հավատա, բայց ոտքս իջել է այդ ուռուցքը։ Չգիտեմ, հետաքրքիր զգացողությունների բաների տեսանկյունից, բայց գնահատականներ տալ այդպես բան, ես կդժվարանամ, ճիշտ ասած։ Լավ, Արքմենիկ, շատ շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հիշեցնենք, որ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրուցում էինք Թուրքիայում, Ստամբուլում հայ եւ թուրք հրատարակիչների հանդիպումից եւ Արքմենիկի ստացած տպավորություններից։ Շնորհակալություն, մնացեք Սիվիլնետի եթերում։